Հաղթանակի աղոթք։ Սաղմոսներ 91, 35, 46, 27, 18, 121, հեռացրեք կյանքի մեջ ամենազոր ուժը չարից։ Սիրելի եղբայրներ քույրեր Քրիստոսի մեջ, այսօր մենք կմիանանք հզոր աղոթքի մեջ, որը կփոխի ձեր կյանքը։ Այս աղոթքը հիմնված է 6 ամենահզոր սաղմոսների վրա, որոնք տրված են մեզ Աստծո կողմից որպես հոգոր զենք չարի դեմ պայքարելու համար։ Երբ դուք աղոթում եք այս սաղմոսները հավատով, դուք կտեսնեք ինչպես Աստծո զորությունը կաշխատի ձեր կյանքում։ Նախքան սկսելը, մաքրեք ձեր միտքը սիրտը։ Հեռացրեք բոլոր բացասական մտքերը։ Շնչեք խորը պատրաստվեք ընդունելու Աստծո ներկայությունը ձեր կյանքում։ Այս աղոթքը ունի անսովոր ուժ, կարող է փոխել ամեն ինչ, որ չի աշխատում ձեր կյանքում։ Բացման աղոթք։ Երկնային Հայր, ես գալիս եմ քո արջ խոնարհությամբ հավատով։ Ես գիտեմ, որ դու ես ամենազոր Աստված, ոչինչ անհնար չէ քեզ համար։ Այսօր ես խնդրում եմ քո պաշտպանությունը, քո օրհնությունը, քո հաղթանակը իմ կյանքում։ Թող քո Սուրբ Հոգին լցնի այս տարածությունը իմ սիրտը։ Հեռացրու ամեն չար ուժ, որ փորձում է ինձ վնասել։ Ես հայտարարում եմ, որ դու ես իմ Տերը, իմ Փրկիչը։ Ամեն։ Սաղմոս 91, պաշտպանության սաղմոսը։ Ով որ բնակվում է Բարձրյալի ստվերում, նա կմնա ամենակալի հովանու տակ։ Ես կասեմ Տիրոջը, դու ես իմ ապաստանը, իմ ամրոցը, իմ Աստված, որին ես վստահում եմ։ Նա անպայման կազատի քեզ որսորդի թակարդից, կործանարար ժանտախտից։ Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թերի տակ կգտնես ապաստան։ Նրա հավատարմությունը քո վահանն ու զրահն է։ Քեզ չի սարսափեցնի գիշերային սարսափը, ոչ էլ օրվա ընթացքում թռչող նետը, ոչ էլ խավարում շրջող ժանտախտը, ոչ էլ կեսօրին կործանարար հարվածը։ Քեզ կողքից 1000-ը կընկնի 10,000-ը աջ կողմից, բայց այն քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես, կտեսնես ամբարիշտների վարձատրությունը։ Որովհետև Տերը քո ապաստանն է, Բարձրյալը դարձրել ես քո բնակատեղին։ Քեզ չար չի պատահի, հարված չի մոտենա քո վրանին։ Որովհետև նա իր հրեշտակներին կպատվիրի քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ Նրանք քեզ ձեռքերի վրա կբարձրացնեն, որ քո ոտքը քարին չխփես։ Դու կտրորես առյուծի օձի վրա, կաոտնահարես առյուծի ձագին վիշապին։ Որովհետև նա ինձ սիրում է, ապա ես կփրկեմ նրան։ Ես կպաշտպանեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա ինձ կկանչի, ես կպատասխանեմ նրան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կազատեմ նրան, կփառավորեմ նրան։ Երկար կյանքով կագեցնեմ նրան, կկնեմ նրան իմ փրկությունը։ Հաստատման աղոթք սաղմոս 91-ի հետո։ Տեր Աստված, ես հայտարարում եմ այս սաղմոսի բոլոր խոստումները իմ կյանքի վրա։ Ես բնակվում եմ քո ստվերում, ես պաշտպանված եմ քո զորությամբ։ Ոչ մի չար ուժ չի կարող ինձ վնասել, որովհետև ես ծածկված եմ քո թերի տակ։ Քո հրեշտակները պահպանում են ինձ իմ բոլոր ճանապարհներում։ Ես չեմ վախենում ոչ մի բանից, որովհետև դու ինձ հետ ես։ Ամեն։ Սաղմոս 35, հաղթանակի սաղմոսը։ Դավիթի սաղմոս։ Տեր, դատիր նրանց, որ ինձ հետ վիճում են, պատերազմիր նրանց դեմ, որ ինձ հետ պատերազմում են։ Բռնիր վահանն ու զրահը, վեր կաց ինձ օգնելու։ Հանիր նիզակը, փակիր ճանապարհը իմ հետապնդողների առաջ։ Ասա իմ հոգուն, ես եմ քո փրկությունը։ Թող ամոթահար խայտառակ լինեն նրանք, որ ինձ կյանքին են ծարավում։ Թող վրիպեն ամոթահար լինեն նրանք, որ ինձ չար են մտադրում։ Թող լինեն ինչպես մղեղ քամու արշ Տիրոջ հրեշտակը, թող հալածի նրանց։ Թող նրանց ճանապարհը լինի մութ սայթակ, Տիրոջ հրեշտակը թող հետապնդի նրանց։ Բայց իմ հոգին կուրախանա Տիրոջով, կցնծա նրա փրկությամբ։ Իմ բոլոր ոսկորները կասեն, Տեր, ով է քո նման։ Դու փրկում ես աղքատին նրանից, ով ավելի ուժեղ է, քան նա, աղքատին ու կարիքավորին նրանցից, ովքեր նրան թալանում են։ Թող իմ թշնամիները ընկնեն իրենց փորած հորի մեջ։ Թող իրենք բռնվեն իրենց ցանցում, որը թաքցրել էին ինձ համար։ Իսկ իմ հոգին կուրախանա Տիրոջով, կցնծա նրա փրկությամբ։ Ես կասեմ, Տեր, ով է քո նման, որ փրկում ես աղքատին ուժեղից, չքավորին ու կարիքավորին թալանչից։ Հաստատման աղոթք սաղմոս 35-ի հետո։ Հզոր Աստված, դու ես իմ պաշտպանը, իմ հաղթանակը։ Ես խնդրում եմ քեզ պատերազմել իմ հոգոր պատերազմները։ Թող ամեն չար դատավարություն ինձ դեմ փլուզվի։ Թող ամեն հարձակում իմ դեմ վերադառնա նրանց վրա, ովքեր ինձ չար են ցանկանում։
Ես հայտարարում եմ հաղթանակ իմ կյանքում Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սաղմոս 46, ամրության սաղմոսը։ Գեհոնի որդիների սաղմոս։ Աստված մեր ապաստանն ու ուժն է, միշտ գտնվող օգնություն նեղության մեջ։ Ուստի չենք վախենան, թե երկիրը փոխվի, լեռները տեղաշարժվեն ծովերի սրտում, թե նրա ջրերը գոռան փրփրեն, թե լեռները ցնցվեն նրա ազդեցությունից։ Կա գետ, որի հոսանքները ուրախացնում են Աստծո քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակատեղը։ Աստված նրա մեջ է, նա չի տեղաշարժվի։ Աստված նրան կօգնի առավոտյան լուսաբացին։ Ազգերը գոռացին, թագավորություններ ընկան։ Նա իր ձայնը հանեց, երկիրը հալվեց։ Զորությունների Տերը մեզ հետ է, Հակոբի Աստվածը մեր ամրոցն է։ Եկեք տեսեք Տիրոջ գործերը, ինչ աղետներ է բերել երկրի վրա։ Նա դադարեցնում է պատերազմները երկրի ծայրերում։ Նա կոտրում է աղեղը, կտրատում նիզակը, կրակով է այրում կառքերը։ Դադարեցեք, իմացեք, որ ես եմ Աստված։ Ես կբարձրանամ ազգերի մեջ, կբարձրանամ երկրի վրա։ Զորությունների Տերը մեզ հետ է, Հակոբի Աստվածը մեր ամրոցն է։ Հաստատման աղոթք Սաղմոս 46-ի հետո։ Տեր Աստված, դու ես իմ ապաստանը, իմ ուժը։ Ես չեմ վախենում ոչ մի փոփոխությունից, ոչ մի փորձանքից, ոչ մի ճգնաժամից։ Դու ինձ հետ ես, դա բավական է։ Թե լեռները տեղաշարժվեն, ես կմնամ ամուր քո վրա հիմնված։ Դու ես զորությունների Տերը, ես վստահում եմ քեզ լիովին։ Ամեն։ Սաղմոս 27, լույսի սաղմոսը։ Դավթի սաղմոս։ Տերը իմ լույսն ու փրկությունն է, ումից պետք է վախենամ։ Տերը իմ կյանքի ամրությունն է, ումից պետք է զարուրեմ։ Երբ չարագործները մոտեցան ինձ իմ մարմինը ուտելու, իմ թշնամիներն ու հակառակորդները, իրենք սայթաքեցին ընկան։ Թե բանակ ինձ դեմ բանակատեղի դնի, իմ սիրտը չի վախենա։ Թե պատերազմ բարձրանա ինձ դեմ, դրանում անգամ ես կվստահեմ։ Մի բան խնդրեցի Տիրոջից, այն եմ փնտրում, որ բնակվեմ Տիրոջ տանը իմ կյանքի բոլոր օրերը, տեսնելու Տիրոջ գեղեցկությունը, հետազոտելու նրա տաճարում։ Որովհետև նա ինձ թաքցնելու է իր վրանում չարի օրը։ Նա կծածկի ինձ իր վրանի ծածուկ տեղում, կբարձրացնի ինձ ժայռի վրա։ Հիմա իմ գլուխը կբարձրանա իմ շուրջը եղած թշնամիներիցս։ Ես խանդավառությամբ զոհեր կմատուցեմ նրա վրանում, կերքեմ օրհներգեմ Տիրոջը։ Լսիր, Տեր, երբ ես իմ ձայնով կանչում եմ։ Ողորմիր ինձ, պատասխանիր ինձ։ Իմ սիրտը ասաց քո մասին, փնտրեք իմ երեսը։ Քո երեսն եմ փնտրում, Տեր։ Մի թաքցրու քո երեսը ինձնից, մի դարձրու քո ծառային բարկությամբ։ Դու եղել ես իմ օգնականը, մի լքիր ինձ, մի թողնիր ինձ, իմ փրկության Աստված։ Թե իմ հայրը մայրը լքեն ինձ, Տերը կընդունի ինձ։ Ուսուցանիր ինձ քո ճանապարհը, Տեր, առաջնորդիր ինձ հարթ արահետով իմ թշնամիների պատճառով։ Մի մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ ելան ինձ դեմ, նրանք, որ շնչում են բռնություն։ Ես կանդառնայի, եթե չհավատայի, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը կենդանիների երկրում։ Սպասիր Տիրոջը, ամրացիր քո սիրտը, թող արյանա, այո, սպասիր Տիրոջը։ Հաստատման աղոթք Սաղմոս 27-ի հետո։ Տեր, դու ես իմ լույսը, իմ փրկությունը։ Ես չեմ վախենում, որովհետև դու ինձ հետ ես։ Թե ամբողջ աշխարհը ինձ դեմ լինի, ես կմնամ ուժեղ քո մեջ։ Ես հայտարարում եմ, որ ես կտեսնեմ քո բարությունը կենդանիների երկրում։ Ես սպասում եմ քեզ հավատով վստահությամբ։ Ամեն։ Սաղմոս 18, ազատագրության սաղմոսը։ Տիրոջ ծառա Դավթի սաղմոս, երբ Տերը նրան ազատեց բոլոր թշնամիների ձեռքից, Սավողի ձեռքից։ Ես քեզ սիրում եմ, Տեր, իմ ուժ։ Տերը իմ ժայռն է, իմ ամրոցն ու փրկիչը, իմ Աստվածը, իմ ժայռը, որին վստահում եմ, իմ վահանը, իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակը։ Ես կանչեցի Տիրոջը, ով արժանի է օրհնանքի, փրկվեցի իմ թշնամիներից։ Մահվան ժապավենները շրջապատեցին ինձ, ամբաշտության ջրհեղեղները ինձ սարսափեցրին։ Գեհենի ժապավենները շրջապատեցին ինձ, մահվան որոգայթները դիմավորեցին ինձ։ Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, աղաղակեցի իմ Աստծուն։ Նա լսեց իմ ձայնը իր տաճարից, իմ աղաղակը նրա առջ հասավ նրա ականջներին։ Այն ժամանակ երկիրը դողաց սասանեց, լեռների հիմքերը նույնպես տրտնջացին, դողացին, որովհետև նա բարկացել էր։ Ծուխ բարձրացավ նրա ռունգերից, կլանող կրակ նրա բերանից։ Վառված ածուխներ բոցավառվեցին նրանից։ Նա բացեց, երկինքը իջավ, մեկ էր նրա ոտքերի տակ։
Նա հեծավ Քերովբեի վրա թռավ։ Նա արագ թռավ քամու թերի վրա։ Նա մթությունը դարձրեց իր թաքստոց, շուրջը նրա վրան, ջրերի մթությունը երկնքի ամպերը։ Նրա ներկայության պայծառությունից նրա ամպերը անցան կարկուտով կրակի կայծերով։ Տերը որոտած երկնքից բարձրյալը հանեց իր ձայնը, կարկուտ կրակի կայծեր։ Նա արձակեց իր նետերը ցրեց նրանց, շատ կայծեր խառնակեց նրանց։ Այն ժամանակ ջրերի հունագործերը երացին, երկրի հիմքերը բացվեցին քո կշտամբանքով, Տեր, քո ռունգերի շնչից։ Նա վերից ուղարկեց վերցրեց ինձ, հանեց ինձ շատ ջրերից։ Նա փրկեց ինձ իմ հզոր թշնամուց նրանցից, ովքեր ատում էին ինձ, որովհետև նրանք ավելի ուժեղ էին, քան ես։ Նրանք հանդիպեցին ինձ իմ աղետի օրը, բայց Տերը եղավ իմ աջակիցը։ Նա բերեց ինձ ընդարձակ տեղ, նա փրկեց ինձ, որովհետև հաճո էր ինձանով։ Հաստատման աղոթք Սաղմոս 18-ի հետո։ Տեր Աստված, դու ես իմ ժայռը, իմ ամրությունը։ Դու փրկել ես ինձ բոլոր նեղություններից։ Դու եղել ես իմ աջակիցը, երբ ամեն ինչ դեմս էր աշխատում։ Ես օրհնում եմ քո անունը, գոհանում եմ քո ազատագրության համար։ Դու բերեցիր ինձ ընդարձակ տեղ, փրկեցիր, որովհետև հաճո եղա քեզ։ Ամեն։ Սաղմոս 121, Պահապանության Սաղմոսը։ Ելից երգ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը լեռների վրա, որտեղից կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը գալիս է Տիրոջից, ով արարել է երկինք ու երկիր։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի մնա քնած։ Ահա, Իսրայելի պահապանը ոչ է մնա քնած, ոչ էլ քնելու։ Տերը քո պահապանն է, Տերը քո ստվերն է քո աջ ձեռքին։ Արը ցերեկը քեզ չի խփի, ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը կպահպանի քեզ ամեն չարից, նա կպահպանի քո հոգին։ Տերը կպահպանի քո ելքդ ու մուտքդ այսուհետ հավիտյան։ Հաստատման աղոթք Սաղմոս 121-ի հետո։ Տեր Աստված, դու ես իմ պահապանը։ Դու չես քնում, միշտ հսկում ես իմ վրա։ Ես հայտարարում եմ, որ դու կպաշտպանես ինձ ամեն չարից։ Դու կպահպանես իմ ելքս ու մուտքս, իմ գնալը գալը։ Ես անվտանգ եմ քո ձեռքերում։ Ամեն։ Եզրափակիչ հզոր աղոթք։ Երկնային Հայր, ես գոհանում եմ քեզ այս հզոր սաղմոսների համար։ Այսօր ես հայտարարում եմ հաղթանակ իմ կյանքում։ Ես հայտարարում եմ, որ ամեն չար ուժ հեռանում է ինձնից։ Ես հայտարարում եմ, որ ես պաշտպանված եմ, ազատված եմ, օրհնված եմ։ Ես հայտարարում եմ, որ քո լույսը փչում է ամեն մթությունը իմ կյանքից։ Ես հայտարարում եմ, որ քո զորությունը ավելի հզոր է, քան ամեն թշնամի։ Ես հայտարարում եմ, որ քո սերը շրջապատում է ինձ, քո հրեշտակները պահպանում են ինձ։ Ամեն հիվանդություն, ես հրամայում եմ հեռանալ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն ֆինանսական խնդիր, ես հրամայում եմ լուծվել Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն ընտանեկան հիմնահարց, ես հրամայում եմ վերանալ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն մտավոր ճնշում, ես հրամայում եմ փախչել Հիսուս Քրիստոսի անունով։ Ես հայտարարում եմ, որ իմ տունը օրհնված է։ Ես հայտարարում եմ, որ իմ ընտանիքը պաշտպանված է։ Ես հայտարարում եմ, որ իմ աշխատանքը բարգավաճող է։ Ես հայտարարում եմ, որ իմ առողջությունը վերականգնված է։ Ես հայտարարում եմ, որ իմ հարաբերությունները բարելավված են։ Տեր, ես աղոթում եմ քո արյան պաշտպանության համար իմ կյանքում։ Թող Հիսուսի արյունը ծածկի ինձ, իմ սիրելիներին։ Թող ոչ մի չար հարձակում չհասնի մեզ։ Թող ամեն նենգ պլան փլուզվի մինչ հասնելը մեզ։ Ես հրաժարվում եմ ամեն վախից։ Ես հրաժարվում եմ ամեն մտահոգությունից։ Ես հրաժարվում եմ ամեն անվստահությունից։ Ես ընդունում եմ հավատը։ Ես ընդունում եմ խաղաղությունը։ Ես ընդունում եմ քո զորությունը։ Տեր, ես հայտարարում եմ, որ այսօրվանից իմ կյանքը փոխվում է։ Դռներ բացվում են, որ ոչ ոք չի կարող փակել։ Ճանապարհներ բացվում են, որտեղ չկային ճանապարհներ։ Հնարավորություններ ստեղծվում են, որտեղ չկային հնարավորություններ։ Հրաշքներ տեղի են ունենում իմ կյանքում։ Ես գոհանում եմ քեզ վաղօրոք հաղթանակի համար։ Ես գոհանում եմ քեզ վաղօրոք օրհնության համար։ Ես գոհանում եմ քեզ վաղօրոք ազատագրության համար։ Քո խոստումները իմ կյանքում հավատարիմ են, ճշմարիտ։ Հիսուս Քրիստոսի հզոր անունով ես հայտարարում եմ լիակատար հաղթանակ իմ կյանքում։ Ամեն։ Օրհնանք։ Թող Տերը օրհնի քեզ, պահպանի քեզ։ Թող Տերը լուսավորի իր երեսը քո վրա, ողորմի քեզ։
Թող Տերը բարձրացնի իր երեսը քո վրա տա քեզ խաղաղություն։ Զորությունների Տիրոջ անունով, Հոր Որդու Սուրբ Հոգու անունով։ Ամեն, ամեն։ Կրկնեք այս աղոթքը ամեն օր 30 օր դուք կտեսնեք հզոր փոփոխություններ ձեր կյանքում։ Կիսեք այս աղոթքը ուրիշների հետ, որպեսզի նրանք նույնպես ստանան օրհնություն։ Աստված ձեզ հետ է, նա երբեք չի լքի ձեզ։ Հավատացեք, ընդունեք ձեր հաղթանակը այսօր։